Կտրվածքով, ինչը տարեկան հաղորդումից նաև մեր ակնհայտ էր, թե նաև այս տարի պարբերաբար խնդիրներ են արձանագրել լրագրողների անխոչնդոտ մասնագիտական գործունեության իրականացման համատեքստում, ընդ որում, քանի որ նախորդ տարվա տարեկան հաղորդումը այս տարի արդեն իսկ հրապարակված է, այնտեղ կտեսնեք նաև հստակ դեպքեր եւ անուններ, մասնավորապես հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում եւ այլն, եւ միանշանակ շատ կարեւորում եմ այս ոլորտում դարձյալ գործերի պատշաճ քննությունը, դրանց շուտափույթ քննությունը եւ շատ կարեւորում եմ թե լրագրողական համայնքի, թե պետական բոլոր մարմինների համատեքստում էթիկայի մեխանիզմների, պատշաճ մեխանիզմների առկայությունը եւ գործարկումը, որը կարող է հնարավորություն տալ իրավաչափ ու իրավական եղանակով լուծելու այս ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Հրապարակային կուզենամ արձանագրել, որ շատ կարեւոր կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի խոշտանգումների զոհերի աջակցման կենտրոն, որ նստեյության մինչ այս պահը չունենք, կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր իրականացվեն, բայց երևի թե ես այստեղ կանգ առնեմ, որովհետեւ իրականում անհնար է բոլոր խնդիրների վերաբերյալ մի ելույթի շրջանակներում խոսել։ Խոսքից վերջում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառուցողական, էթիկական ստանդարտներին համապատասխան մեզ հետ հաղորդակցություն ու համագործակցություն են ունեցել, որի արդյունքում մենք կարողացել ենք նաև համատեղ ուժերով